Այսօր շուշտ եք ինչ որ ասում, խավարի միջավայր, ստի միջավայր, չգիտեմ, մթի միջավայր, հա, դուք ինձ թվում է հեքիաթներից, գրքերից գիտեք, չէ, խավարի ստի միջավայրում ով է ղեկավարում։ Ну, ձեր տրամաբանության մեջ արդեն դուք ձեր դերը պատկերացրեք, երբ որ դուք իմ գործընկեր Մանուկ Շուքասյանին ասում եք, ես կասկածում եմ, որ կարող եք փաստերով ներկայացնել, Մեծ հարց է հետաքրքրում, իրականում դուք երբ ցանկացած, հա, հարմար առիթով ասում եք 3 անգամ բյուջեն սեփական եկամուտները մեծացրել ենք։ Պարոն Ավինյան, սեփական եկամուտների 2/3-ը դա թանկացումների արդյունքում ավելացած եկամուտներն են։ Այդ երբ որ դուք ասում եք մենք սեփական եկամուտները շատացրել ենք, մի մոռացեք շեշտել, որ թանկացրել ենք, մտել ենք քաղաքացու գրպանը ու սեփական եկամուտները շատացրել ենք։ Երբ որ դուք հայտարարում եք, մենք սեփական եկամուտները շատացրել ենք, որ այս աշխատանքները կատարենք, այդ դուք չեք, հե, շատացրել։ Այդ դուք ուղղակի թանկացնելու արդյունքում, քաղաքացու գրպանը մտնելու արդյունքում սեփական եկամուտները աճել են, բայց դա չի նշանակում, որ դա կամ ձեր շնորհքն է, կամ դա լավ բան է։ Եթե դուք սեփական եկամուտները օրինակ ավելացրած ըլնեիք այլ տարբերակներով, ներդրումային ծրագրեր բերեիք եւ այլն, սուբսիդիաներ, դոտացիաներ, եթե կարողանայիք օրինակ բյուջեն պետական ընդհանուր պետության բյուջեն ավելի շատացնեիք, ոչ թե այնտեղ բան արտաքին պարտքը կամ ընդհանուր պետական պարտքը 2 անգամ ավելացնեիք ու դրա արդյունքում կարողանայիք կառավարությունից գումարներ բերել Երևանի համար լավ բաներ անել, այդ կարելի էր ինչ-որ միտեղ հասկանալ։ Թանկացրել եք կարմիր գծերը, թանկացրել եք տրանսպորտը, թանկացրել եք գույքահարկը, աղբահանությունը, էլ որն ասեմ, այն հայտնի հեքիաթի բանաստեղծության մեջ, հա, որ ասում է, էլ որն ասեմ, էլ որը։ Դիմա դուք խոսում եք մի թեմայից, որտեղ մեզ հաշվով ցանկացած մարդ նույնիսկ անգրագետ կարող էր սեփական բյուջեն ավելացնել։ Ասել դե թանկացնում ենք, դրա արդյունքում ավելանալու էր։ Դա պարզից էլ պարզը։ Տիկին Բլեջան, ճիշտն ասած, կուզեի ձեզ արձագանքել, բայց մի քիչ պետքա, չգիտեմ, էլ այդ կինեք չեմ ուզում շատ չոր կոպիտ կամ ագրեսիվ փորձել։ Տիկին Բլեջան, այդ թշնամությունը ինչից դուք խոսում եք, դա դուք եք բերել։ Դուք ասած ես նկատի ունեմ ձեր քաղաքական կուսակցությունը, ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանը եւ մնացածը։ Այդքան էլ ճիշտ, որ փռշտացին։ Դուք եք բերել այդ թշնամությունը, դուք եք մտցրել սև, սպիտակ, նախկին, ներկա, էսկոմ, էնկոմ, ու մեզ էլ փորձում եք տեղավորել ինչ-որ բան, այդ նախկինի տրամաբանության մեջ փորձում եք ինչ-որ բաները, որ մենք կապ չունենք ընդհանրապես դրա հետ, ուղղակի կապ չունենք, բայց քանի որ դուք դա այլ տարբերակ չունեք, ինչ-որ, չգիտեմ, մեզ փորձել կպնել եւ այլն, ձեր միակ տարբերակը էդ է։ Այդ թշնամությունը, ինչը դուք խոսում եք, դա դուք եք բերել Հայաստանի Հանրապետություն, դուք եք թշնամացրել ընտանիքի անդամներ, որ մեկը մյուսի հետ, մեկը նիկոլական է, մեկը նիկոլական չի, իրար հետ կռված են, իրար հետ չեն խոսում։ Դա դուք եք բերել, դա մենք չենք բերել։ Ու երբ որ խոսում եք պտուղներից, թե ով ինչ պտուղ, այ ձեր քաղաքական առաջնորդի պտուղներն էլ ենք տեսնում, ձեր քաղաքական այդ կուսակցության արած քայլերի պտուղներն էլ ենք տեսնում, թե մենք ինչքան հողեր ենք կորցրել եւ Արցախը, եւ Հայաստանի Հանրապետության, եւ իհարկե չեմ ասում մեր եղբայրները, որոնք զոհվել են պաշտպանելով մեզ, մեր երեխաներին ու մեր երկիրը։ Տիկին Բլեջան, թշնամությունը բերել եք դուք, մենք չենք բերել։